թվում է թե բոլորը ամառային արձակուրդի են մեկնում, իսկ դուք չեք կարողանում։ Ես էլ այս տարի չեմ մեկնելու, քանի որ մոռացել էի պլանավորել եւ կյանքի ռիթմին զուգահեռ չէի հասցրել։ Շատերը խնայել են արձակուրդ գնալու փողը։ Շատերը կազմակերպում են կուտակելով պարտքեր։ Շատերը պլանավորում են ամիսներ առաջ եւ փոքր միջոցներով հավաքում այն։ Շատերը ուղակի գնում են արձակուրդ մեկ ուրիշի միջոցներով։ Կարևոր է հասկանալ, որ դուք հետ չեք ընկել ոչ մեկից, եթե չունեք պլանավորված արձակուրդ։ Դուք պարզապես այլ իրականության մեջ եք գտնվում, որտեղ պարտավոր եք կայացնել այլ տեսակի ֆինանսական որոշումներ հանգստի փոխարեն։ Հոգեբանական տեսանկյունից մենք միշտ համեմատում ենք մեր ֆինանսական դրությունը ինստագրամյան կյանքի հետ։ Բոլորի արձակուրդից ազատության հոտ է գալիս, բայց մենք չենք տեսնում, թե իրեն քանի ամիս են դրա համար խնայել կամ ինչ տեսակի պարտավորություններ են ստեղծել։ Միգուցե ձեր այս տարվա առաջնահերթությունը տան նորոգումն է, պարտքերի մարումը, խնայողություններ ստեղծելը կամ ինչ-որ մի բան կյանքում նորից սկսելը։ Բայց անպայման պլանավորեք հանգիստ այս ամառ, թեկուզ այն լինի կարճ, լինի հանրապետությունում, լինի լողավազանի կողքին, կարևոր է լինի, քանի որ հիշողությունները մյուս տարիներին լավ դիվիդենդներ են վճարում։ Դա կոչվում է memory dividend, երբ ծախսված գումարը ստեղծում է հիշողություններ, որոնք մյուս տարիներին վճարում են բարձր դիվիդենդներ։ Այս ամառ չմոռանաք հանգստանալ ձեր կարողության սահմաններում։